Հարգելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այն, որ ԿՀ նախագահը ներկայացրեց, երբ որ Դանիել Հովհաննիսյանը իր գրառումը կատարել է, որը արդեն դուք հնչեցրեցիք, եւ տեսահաղորդով հանդես է եկել, 2 օր անց Արթուր Պապյանը իր Facebook-յան էջում կիսվել էր ֆակտոր ճշտման համար ով է Արթուր Պապյանը։ Արթուր Պապյանը մեդիափորձագետ է, բայց կարևորն այն է, որ ես ուզում եմ ասեմ, որ Դանիել Հովհաննիսյանի հետ մենք խոսակցություն ենք ունեցել սրա վերաբերյալ։ Ես 2001 թվականից մինչև 2012 թվականը քաղաքացիական հասարակության սեկտորում եմ աշխատել։ Ես գիտեմ ինչա դիտորդությունը, հասարակական կազմակերպությունները, ու ես երբեք որևէ հասարակական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու որևէ միտում չեմ ունեցել։ Այդ իսկ պատճառով Դանիել Հովհաննիսյանին նշելով գրել եմ, որ այստեղ նոր տեսա, որ ընդունել է Դանիել Հովհաննիսյանը, որ սունկ կայքով հրապարակված նյութի հիման վրա ընտրական process-ում գտնվող քաղաքական ուժի ղեկավարի, այն է իմ մասին, 2 անգամ իր էջում անդրադարձ է կատարել։ Մեկ անգամ կոնկրետ գրառումով, որը դուք հրապարակեցիք, մյուս անգամ ժամեր անց տեսաուղերձով։ Եվ ասում եմ, ստուգել ենք 100,000-ից ավել դիտում է եղել, հետո գրում եմ, հետևությունս այն է, որ նպատակային հակաքարոզչություն ես իրականացրել, ու ակնկալում եմ մինչև հունիսի 7-ը, պարոն Հովհակիմյան, որ մինչև հունիսի 7-ը հրապարակային ասի Դանիելին եմ դիմում, որ սունկ կամքի կայք էր այդ նյութի տարածումը եւ ամբողջությամբ չհաստատված եւ դրա հիման վրա սխալ գրառում ուղիլ է նկարել, ընտրական գործընթացում գտնվող քաղաքական ուժի ղեկավարին թիրախավորել եւ շարունակում եմ միտքը եւ ասում եմ, որ լավ կլինի, որ ինքը հայտարարի, որ ցավում է տեղի ունեցածի համար, հայցում է հանրության ներողամտությունը եւ փորձի դրանով իր արարքը մեղմել։ Այսինքն մինչեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմելը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչի կարգավիճակի հարցով ես ջանքեր եմ գործադրել, որ այս մարդը ջանք գործադրի, ասի հրապարակային ինչա տեղի ունեցել եւ շտկի։ Դրանից հետո, պարոն Հովհակիմյան, նկատել եմ, որ իր կողմից թիրախավորված մեկ այլ ուժի ղեկավարի հետ եկել են ընդհանուր հայտարարի եւ նրա վերաբերյալ հայտարարություն արել, որ ինքը պարզեց, որ խնդիր չկա։